Փորձում ես այդ գնդակի միջոցով գուշակել թե ով է մեր հյուրը լինելու այս անգամ։ Չէ, ես հետաքրքրվել եմ, հարցրել եմ մեր հյուրերը շփվել են, ինչև է։ Եվ Երկում է, այն ինչ գիտես նրա մասին։ ռեժիսոր է, արդեն մշակույթի մարդ է։ Այդ նշանակում որ հետաքրքիր է։ Կարծում եմ, որ մեր այսօրվա հաղորդումը բավականին հետաքրքիր կլինի եւ հիմա հրավիրենք մեր հյուրին։ Dave Divine։ Բարև ձեզ։ Միջ այս ամեն ինչին անցնելը ես կուզենայի հասկանալ, դու ընդհանրապես հավատում ես աստղերին, թվերին։ Չեմ հավատում, այլ շատ սիրում եմ։ Գիտեմ, որ թվերը իմ կյանքում շատ մեծ նշանակություն ունեն, դրա համար միշտ հետևում եմ բոլոր տեսակի ինչ-որ կանխագուշակումներին, թվային նշաններին ու ամեն ինչին։ Կարծում եմ Արմեն դու արդեն ստեղ ավելորդ ես։ Իսկ այսօր հարցրել ես թվերին, պետք է գայր դու այս հաղորդմանը թե ոչ։ Մեր մոտ հարաբերությունները մի քիչ ավելի ինտիմ են եւ ես առանց հարցնելու պատասխանները ստանում եմ։ Միանգամից ստացել ես որ պետք է գայր այս հաղորդմանը։ Խոսք հետ, բայց չի կարա մարժայի։ Իսկ առհասարակ երբևիցե քեզ արել են աստղաբանական ինչ-որ հաշվարկ կամ թվային հաշվարկ, թե դու ինքդ ես հետաքրքրված եղել։ Համ ես, համ արել են։ Իսկ համապատասխանել է իրանց հաշվածը ու քո Շատ հարցերում հա։ քո հետ համապատասխանել։ Հա։ Հիմա նայ քո արխիվ Առավելություն ունես է։ Գիտեմ, ես քեզ դրա համար մի անգամից ասեցի, միգուցե դու գնաս արդեն։ Մի քիչ առավելություն ունես, դեռ որ այդքան առավելություն ունես։ Նայ, մենք ես կարծում եմ, որ մենք հիմա Դեվի հետ մի քիչ որ խոսենք, կարա այս ամբողջ կառուցվածք, այո, տեղափոխվի։ Ուրեմն ցենց փոքր ներկայացնեմ ինչա տեղի ունենալու։ Ես ներկայացնելու եմ քեզ աստղերի միջոցով, ինչպես նաև թվերի միջոցով։ Արմենը ինչպես միշտ հակաճառվելու է ինձ, հակառակվելու է ինձ, ինքը փաստերով, ինքը բերելու է հանգեցնելու ամեն ինչը նրան, որ այդ ամեն ինչը ուղղակի խոսքեր են, փիլիսոփայություն, անգեղեցիկ ինչ-որ նախադասություններ, իսկ դու պիտի որոշես իրականությունն է, շատ բաներ։ Դու պիտի որոշես թե ում ձայնը քեզ համար ավելի լսելի կամ ավելի մոտիկ ու ըստ այդմեր այս գեղեցիկ գույներով գնդերը գալիս են կամ ինձ մոտ, կամ գալիս են ինձ մոտ։ Շատ լավ։ Սխալ ես բացատրում։ Միանգամից սխալ ես բացատրում, որ կտացիրան ոչ գնդակները։ Չէ, իրականում եթե դու համարես, որ իմ դիտարկումները սխալ են, իսկ Արմենի դիտարկումները ճիշտ են, ես ուղարկի տասիր, հա։ Դու արդեն քո որոշումն ես կայացնում եւ գնդակներից որոշը, մեկը կամ երկուսը կարող են անցնել նաեւ Արմենի մոտ։ Տեսնենք ոնց կգնա։ Լավ, սկսենք նրանից, որ քո արևը գտնվում է Խոյ համաստեղության մեջ։ Խոյը ղեկավարվում է Մարս մոլորակով, որը կրակի մոլորակ է, պայքարի մոլորակ է։ Այդ էներգիաների պայքարը քո մեջ դու անընդհատ զգում ես, ու դա քեզ առաջնորդում է, որպեսզի դու լինես ամենտեղ առաջնային դիրքում, դու սիրում ես փայլես, դու շատ լավ հումոր ունես, դու ընկերասեր ես, բայց նաև շատ պայթյունավտանգ։ Ես Չարին հարցրեցի, ասես տենց է։ Շուտ կարա հիմա։ Չեմ ուզում։ Ես ընկղմված եմ, մի րոպե ես ուզում եմ տանեմ, որ կոտոշավորեմ ու մնացած ամեն ինչին, բայց ինձ թվում է դրան կհասնենք։ Այո, դու շատ կոտոշավոր ես, նաև համարձակ ես ու վճռական։ Այդ կոտոշավորությունը կապված այդ վճռական լինելու հետ արագ որոշումներ ես կայացնում։ Քո մոտ այսինքն կրակի նման sense որոշումները գալիս են, մտքերը գալիս են ու դու միանգամից գլխով ընկղմվում ես այդ քո որոշումների մեջ։ Սիրում ես նոր բաներ փորձարկել։ Դու կանգ չունես, դու մեկը փորձարկում ես, հենց իմի ես բերում անցնում ես հաջորդին։ Հա, մի բանով երկար սպառվել չեմ կարողանում, հետաքրքիր չի։ Բայց նաև պատասխանատվության մեծ զգացողություն ունես։ Ճիշտ է դա։ Եթե դու ինչ-որ մի բան որոշում ես քո համար, դա այդ ամեն ինչը պիտի շատ սիրուն գծագրված լինի ու դու պարտավորվածություն ես զգում, որ հասցնես նրան ինչին որ դու ուզում ես հասցնես։ Հիմա այդ աստղերն են ասում, թե համոզում ես պրոստը։ Ինֆորմացիա։ Սա աստղերն են ասում, բայց եթե մեր հյուրը համաձայնա քո հետ, մենք կարող ենք դա քննարկել։ Համաձայնա իմ հետ ոնց որ աստղերը չեն ասում, դա պրոստը մարդկային տեսակ է։ Այո։ Բայց դա մարդկային տեսակն ինչ-որ մի բանից կախված է, չէ՞։ Ինչից։ Դե չգիտեմ, դա արդեն ապրելակերպից, մեկը մի ձև է ապրում։ Հիմա ապրելակերպից որ հատված է կարար բերեր այն բնորոշ գծերին, որոնք որ թվարկվեցին։ Դե որ դու ես որոշում ոնց լինի քո կյանքը, այսինքն Դե բնավորությունը շատ անգամ չես կարող որոշես, չէ՞։ Ինքը կա։ Բնավորությունը տարիների ընթացքում դառնում է, բայց կրած փոխեց բնավորությունը։ Իրա դեպքում շատ դժվար է փոխել։ Դա քո բնավորության գիծն է ու Իմ հայկական խոսք կա, ու փոխեց դա։
կովը կաշին չի փոխում։ Այդ Կովը կարող է, բայց մենք մարդիկ ենք։ ավելի Բայց բարձր։ իրա պարագայում դա շատ դժվար է տեղի ունենում, որովհետև ինքը նաև 7 է, եթե թվային հաշվարկով գնա։ 7-ը ինչ է նշանակում։ 7-ը ինքը Էդի կողմն է։ անսպար էներգիան է, որը սնվում է տիեզերքով ու իր մեջ այդ էներգիան այնքան շատ է, որ ինքը պիտի անընդհատ ինչ որտեղ իրագործելի դարձնի այդ էներգիան։ Ինքը շարժման մարդ է։ Բայց ամեն ինչի արդյունքին հասնելու համար քեզ կարևոր է դիսցիպլինա ունենալ։ Դա ճիշտ է։ Եվ սպորտով զբաղվել։ Քո ակտիվությունը դու պիտի քո մարմինը դաստիարակես նաև այդ դիսցիպլինայով։ Մեկը թող սպորտը։ Չէ, ես ուտել եմ սիրում, ես սպորտ չեմ սիրում։ Հա, դա այլ բան է, որ դու չես սիրում, բայց ընդհանրապես ասում են, որ 7-երի այդ էներգիայի մեծ հոսքը կառավարելու համար շատ կարևոր է սպորտը։ Արվեստագետ սպորտмен։ Արվեստագետ սպորտмен։ Դու նաև շատ տաղանդավոր կարող ես լինել հանրային առումով ու շատ քեզ կանչում է այդ բեմը, դու սիրում ես շողալ բեմի վրա ու ինչքանով բայց մեր հյուրի պարագայում ինքը նաև երգում է, դու դրա մասին խոսեցիր, այո, ինքը քանի երգ արդեն պատրաստում ես։ Արդեն երկուսը դուրս են եկել, սպասում ենք ավելի մեծ պրոյեկտի ռիլիզին։ Դրա մասին նաև խոսում է իր Յուպիտերը, որը գտնվում է 5-րդ տան մեջ, դա խոսում է նրա մասին, որ ինքը շատ ստեղծագործ անձնավորություն է, ինքը կյանքի հանդեպ սեր ունի շատ, թեթև էներգիա ունի, ինքը կատակասեր է, սիրում է զվարճանալ եւ արտահայտել իր ներսի բոլոր այդ զգացմունքայնությունը, որը ինքը ապրում է այդ վարքյանին, հասկանու՞մ, ինքը չի փակում, ինքը բաց է թողնում, այդ ամեն ինչը ցույց է տալիս։ Հիմա ես կարծում եմ սենց երկը դա արտահայտելու տեսակ է։ Համաձայն։ Դու կարաս մտածես, որ աստղը Մերկուրին կպավ Վեներային, դու տենց ինքս ես կարծում։ Չգիտեմ։ Շատ է։ Նա ես ռացիոնալին միշտ կողմ եմ։ Լոգիկա սիրում եմ, ոչինչ դեմ չունեմ, բայց մենք երբևիցե չենք կարող գիտականորեն հերքենք այն հանգամանքը, որ միգուցե այդ պահին աստղեր ինչ-որ կերպ դասավորվել են, ու ինչ-որ մի բան դասավորվել է այնպես, ինչպես դասավորվել է։ Աստվածը որոշել որ դու պետք է այդ քայլը անես։ Որ մեկը վալիում 5-ն էին։ Վալիում աստղերն էին երևում, մենակ աստված չէր երևում։ Քո ասցենտը գտնվում է աղեղնավորի մեջ։ Մարդիկ քեզ տեսնում են ազատասեր, փնտրող, կրքոտ, որը մի գործը ավարտելուց հետո անմիջապես բռնկվում է հաջորդ գործը անելու։ Այդպեսին ես դու։ Այսինքն իրենք ճիշտ են տեսնում քեզ։ Եվ հա։ Իսկ դու քո ներսում տենց զգում ես, որ մարդիկ տենց են նայում, թե չես զգացես կան ժամանակ։ Զգում եմ, որ մարդիկ նայում են, բայց ինչ են մտածում, չգիտեմ։ Նա այստեղ մի հատ բան էլ կա, իր թվերը, որ ինքը 7 է, այդ էներգիայի հոսքը այդպեսին է, ինքը աստղ է, ինքը փայլուն է, ու բոլորը կողքից տեսնում են իր միջի այդ փայլը, հասկանում ես, ու իր հետևից ցենց գալիս են, որտեվ ինքը արկայծում է։ Փայլատակում եմ։ Այո, փայլատակում ես։ Զգացել ես դու այդ քո վրա։ Իրականում հա, միշտ անպակաս ա եղել միշտ, ու միշտ մաման, որ միշտ եղել է ասենց ինչ-որ ցուցանիշ հա կյանքում, մաման միշտ ասել է, որ ու դա բոլորից էլ զգացվել է, որ ես կարամ 10 հոգու հետ մտնեմ սենյակ, բայց միշտ ուշադրությունը կլինի իմ վրա, անկախ նրանից թե ինչ տեսք ունեմ կամ կխոսամ թե չեմ խոսա։ Դու ունես շատ արագ մտածողություն եւ զարգացած հումոր։ Չգիտեմ։ Կատակասեր ես։ Բավականին, բայց տարօրինակ կատակներ եմ սիրում։ Այո։ Դա էլի տարօրինակ կատակներ։ Դե հիմա սենց չի ստացվի, ինչ-որ մի բանից հետո չէ կատակը ծակում։ Այո, իսկ մոլորակները ասում են, որ շատ անգամ կյանքի դժվարությունները դու այդ հենց այդ կատակների միջոցով, այդ հումորի միջոցով անցնում ես։ Դա ճիշտ է։ Շատ անգամ մարդիկ չեն հասկանում, թե խիա դա տեղի ունենում։ Իսկ դու հասկանում ես։ Հա, որովհետև տենց ավելի հեշտ է, ես ինչ-որ մի բան, ինչ-որ իրադարձություն Չէ, չբացատրելու հանգամանքը չի, ինչ որ իրադարձություն միշտ ավելի հեշտ է տանել ոչ թե դեպի տրավմա, այլ տանել դեպի կատակ։ Այսինքն հումորով, ծիծաղով, մեղմացնել իրավիճակը եւ անցնել։ Իսկ քո ներսում այդ ժամանակ ինչ է տեղի ունենում։ Իրականում ես հենց այդպես էլ ես չունեմ ոչ մի ֆիլտրներ, այսինքն ես ինչպեսին ներսում եմ, ինչ մտքեր ունեմ, ինչ զգացմունքներ ունեմ, ես դա նույնպես դեպի աշխարհ եմ հատում։ Համաձայն ես այսինքն այդ իրավիճակում, որ մեղմացնես անցնի Թե ես ասենք չգիտեմ, այդ գլուխը սխպես հանգստանաս։ Okay, ասենց մի հատ օրինակ բերեմ, ես 21 տարեկանում ունեցել եմ ուռուցք։
Ինչի վերաբերյալ ես միշտ կատակում եմ։ Ու իմ բոլոր ընկերները գիտեն, որ ես 3 կլինիկական մահ եմ ունեցել, ասենց ինչ որ բաներ։ Ես դրա միշտ սիրում եմ կատակային ֆորմայով ներկայացնել, այլ ոչ թե նստել ասել, գիտեք, ես 21, չէ, դա ինձ բնորոշ չի։ Ես կատակ կանեմ, կասեմ, շունը չի սատկի, ասենց ինչ որ բաներ, դա ինձ ավելի բնորոշ է ուղղակի։ Տեսնում ես, դա խոյի արգայծող էներգիան է, որը հա, ինքը քանի որ առաջինն է, ինքը գնում է դեպի նորարարություն, դեպի սկիզբ, ինքը երբեք չի նայի դեպի հետև, ինքը գնում է դեպի առաջ։ Տեսնում է հումորով ամեն ինչ, ավելի պարզ վիճակներով, ավելի պայծառ վիճակով։ Հա, ես դրամա չեմ սիրում, դա ճիշտ է։ Նաև դու ունես շատ ուժեղ մագնետիզմ ու մարդիկ սենց գալիս են քո մոտ ու ընկնում են քո ազդեցության տակ։ Ինձ թվում է որ բաներ պետք է սկսեք հերքել, որովհետև շատ ճիշտ բաներ այս կողմից։ Դե օքեյ է, որ չեմ հերքում։ Հա։ Հա, եթե դու գլխով ես անում, չեմ հերքում։ Լավ։ Ես անշարժ կնստեմ։ Գլխով չես անի ու դրա համար Եթե համաձայնվում ես, ուրեմն ճիշտ է ասում։ Այս անգամ լավ է սովորել դասերը։ Ներսում շատ որոնող ես։ Դրսում դա կարողա ցույց չտաս։ Ու քո ներսում լինում են հակասություններ, որովհետև դու չես կարողանում բավարարվես մենակ արտաքին ինչ որ sense փալփլուն վիճակներով դու սիրում ես խորանալ ու տեսնել թե դա ինչ է իրանից ներկայացնում, որ հետո sense ընկղմվես ու գնաս առաջ։ Ես գլուխս չեմ շարժում ինչ որ բան լսում։ Այսի համաձայն չէր։ Ես բան չասացի։ Չէ, իրականում համաձայն եմ։ Ներսում որոնող ես, դրսում չէ։ Հա, շատ։ Ու սիրում եմ ամեն ինչի մեջ խորանալ։ Ես շատ եմ սիրում մտածել։ Իսկ որ որոնում ես դա տենց անում ես, թե հետո դրսում չես անում դա։ Նայած ինչ։ Այսինքն դու քո մեջ այդ որոշումը կայացնում ես ու ոչ մեկի չես ասում դրա մասին։ Ես սիրում եմ անել, ցույց տալ, այլ ոչ թե ասել ու չանել։ Ու դա գիտես ինչից է գալիս։ Գալիս է նրանից, այո, որ նրա լուսինը գտնվում է ցուլ համաստեղության մեջ։ Ցուլը վերահսկում է իր ազգացմունքային աշխարհը, քանի որ ինքը կրակ է։ Բացի կարմիր գույնից։ Քանի որ ինքը կրակ է։ Իսկ եթե իր այդ համաձայնես կարմիր շարիկը կտաս։ Թե հենց կարմիր։ Ինքը կարմիրն է սիրում։ Համը ցուլն էլ է կարմիրը սիրում։ Քանի որ ինքը կրակ է, իսկ ցուլը հողն է, ցուլը մի քիչ իրան նստացնում է, մի քիչ կայունություն է բերում իր էմոցիոնալ, ինքը արևով ինքը կրակ է, բայց զգացմունքներով, էմոցիաներով ինքը հող է, որովհետև ցուլ է, այո։ Համ ցուլ է։ Դրա բերում է միացած ինչ որ Դե մի հատ ալի, նո դրա համար է, որ այս անգամ ինֆորմացիա մի քիչ շատ էր։ Հարիկից հարցրու։ Ոտ դրամ չասում։ Քո համար շատ կարևոր է նաև հենարան ունենալը։ Քո էմոցիոնալ դաշտում, քո էմոցիոնալ դաշտում այդ հենարան ունենալը շատ կարևոր է, որ դու վստահորեն առաջ գնաս, որտեղ դու շատ իմպուլսիվ ես, իսկ քո այդ ցուլը քեզ բան է անում, բերում է ինչ-որ sense ռացիոնալիզմի, որի մասին որ մի քիչ առաջ դու խոսում էիր։ Քեզ շատ կարևոր է, որ դու ընդունես փոփոխությունները, որոնք տեղի են ունենում անընդհատ քո կյանքում։ Իսկ շուշոտ են լինում փոփոխություններ։ Հա, բայց միշտ ինիցիատորը ես եմ։ Կոնսերտով են լինում, այսինքն կոնսերտով փոփոխությունները քո կյանքում ստեղծում, աստղերը կապ չունեն էլի դրա հետ իրականում։ Դե այս դեպքում հավանաբար կհամաձայնվեմ այս կողմի հետ, որ ես եմ ինիցիատորը այդ փոփոխությունների առաջացման։ Ես քո փոփոխությունները նրան, որ ավելի կոմֆորտ զոնա ունենաս։ Չէ, հակառակը ես ստրեսային զոնաներ եմ սիրում։ Ստրեսային զոնա ես ստանում ավելի շատ, կոմֆորտ չես սիրում։ Այսինքն Կոմֆորտ սիրում եմ։ Այդ ստրեսային զոնաներում ես սպառում ավելի ասացված կա, որ լավ արվեստը ստեղծվում է տառապանքի մեջ, դրա համար ես սիրում եմ ստրեսային իրավիճակներ, որ ինչ-որ մի բաներ ստեղծեմ։ Աստղերին դա ասել թե դու։ Այդ չգիտեմ, ես մտածում եմ ուղղակի ոնց գնում եմ, տենց արտահայտվում Այդ եմ։ դու չէ հաստատ։ Այդ ինֆոն դու չես տվել իրան։ Դա գիտես ինչն է։ Դա դու ես տվել չհավատական։ Չէ, այդ ինֆոն ես չեմ տվել, այդ ինֆոն գրված է իր ճակատագրի մատրիցային, որի կենտրոնը 8-ն է։ 8-ը իրան բերում է նյութական աշխարհ, որտեղ որ ամեն ինչը պիտի ինքը պլանավորի ու ճշգրտություններ ամծնում իր անհագ հոսող 7-ի էներգիայի հետ կապված։ Չեմ կարող հերքեմ։ Չես կարող հերքես։ Ինքը ունի նաև տրանսֆորմատիվ էներգիայի հոսք։ Հետո Դրա համար քո կյանքում լինում են շատ կտրուկ փոփոխություններ։ Ու դու անընդհատ գնում ես դա այդ փոփոխությունների չկա քո մեջ այդ վախը մտածեմ մի վարքյան նոր այդ փոփոխությանը գնամ դու սենց իմպուլսիվ գնում ես կարծես թե իմանում ես որ մեկը դա էլ է քեզ հաջողություն բերելու դա էլ ես դու հաղթահարելու ու սենց առաջ ես գնում վստահ ես քո վրա այսինքն եթե ինքնավստահ քայլերով գնում ես առաջ ճիշտ եմ անցալում հա քո ասածը այսինքն դա ստացվում է եթե չէ կարող չստացվի
Վստահության հետ կապված, ինքնավստահության հետ կապված հաստատ խնդիր չկա, բայց ես միշտ ռացիոնալ փորձում եմ հասկանամ ռիսկերը, ու ռիսկերը չափելուց հետո նոր գործողություններ իրականացնում եմ, այսինքն ես միշտ հասկանում եմ ինչ դա ինձ կարա բերի, ինչ ես կարամ կորցնեմ։ Դա խոսում է Կոմիչի 8-ը, որը որ կենտրոնն է Կոմո ճակատագրի մատրիցայի։ Իսկ քո տաղանդների կոմբինացիան շատ հետաքրքիր է։ 5, 20, 19 ստեղծագործություն, խարիզմա, դու կարող ես լինել հաղորդավար, դու կարող ես լինել բեմի մարդ, հանրային մարդ, մեդիա անձ, այսինքն այդ ամեն ինչը արդեն գրանցված է քո թվերի մեջ։ Դեվ, ուրեմն եթե դու հիմա համաձայն ես այն ամենի հետ, ինչի մասին որ ես խոսեցի, ավելի շուտ այն ինչ որ ասեցին քո մասին աստղերը եւ թվերը, ուրեմն դու այդ գունավոր գնդակներից մեկը տալիս ես ինձ, իսկ եթե համաձայն ես Արմենի հետ, ուրեմն այդ գնդակները գնում են, գնդակներից մեկը գնում է Արմենին։ Դու դրան գազարակին։ Հենց տենց մի անգամից Ինքը հիմա իր որոշումը կփոխի գույնի։ վաճառված էր։ Ես ուրիշ դեմ եմ մտածում, բայց ամեն դեպքում տուր իրան գազարակինը։ Առաջի փուլը տանք իրան, զիջենք աղջիկա, ջենտլմենություն անենք։ Չեմ ուզում զիջումների գնալ Ես ուզում եմ զիջեմ։ Հավանում եմ ֆեմինիստական բառերը։ Առաջի փուլը ավարտված է, հիմա անցնում ենք հաջորդ փուլին, որտեղ որ մենք խոսենք սիրո եւ կրքի մասին։ Դեյվի հետ կապված բավականին հետաքրքիր է, որովհետև ինքը ամբողջությամբ կրակ է, ինչպես եւ իր զգացմունքները, ինչպես եւ իր մտքերը, ինչպես եւ իր էներգիան, ցենց հոսող ցայտուն։ Դու զգում ես այդ էներգիան։ Դու չես զգում։ Ես աստղերին չեմ հավատում։ Դեսի նույնիսկ սփռոցն է կարմրել, դու չես զգում։ Իր էներգիայից կարմրեց սփռոցը։ Չէ՞ որ էր կարմիր։ Հա։ Ինձ համար կարմիր չէր, կապույտ էր միջև այդ։ Մյուսինք փոխենք։ Քո Վեներան նույնպես գտնվում է խոյի մեջ։ Դա նշանակում է, որ դու շատ կրքոտ ես, շատ արագ ես սիրահարվում, ուժեղ ու առանց մտածելու տրվում ես քո զգացմունքներին ու դու չես պահում այդ զգացմունքները, դու դրանք արտահայտում ես, անմիջական ես դրանց մեջ ու շատ անգամ քեզ մոտ քո զգացմունքները դառնում են անկառավարելի։ Իմ այդ որն էր դա։ Դա ճիշտ էր ասում, թե այսինքն դու անկառավարելի ես դառնում։ 50-50, չէ, անկառավարելի երբևիցե չեմ Դե ես էլ լսեցի դա։ Բայց զգացմունքները անկառավարելի կարող Ես լսեցի, ճիշտ լսեցի, չէ՞ որ ասեց անկառավարելի ես դառնում։ Բարձ է ասեց։ Այդ վարկյանի ֆիքսեցի որ տենց ասեցի, ասեմ ինչի, որովհետև ինքը վառվում է շատ ուժեղ, շատ արագ, ու նույն ձևի կարա մարի։ Այդ ճիշտ է։ Մարսը 5-րդ տան մեջ իրան քեզ տալիս է ռոմանտիկ, ակտիվ կյանք, ֆլիրտ։ Չէ։ Դիտալի Միանգամից չէ։ Ֆլիրտ։ Չէ։ Չէ, Երբեք։ Ես շատ սառն եմ։ Ես մարդկանց հետ հենց ֆլիրտի ու մնացած ամեն ինչի վերաբերյալ իմ մոտ շատ ես սառն եմ, ես ֆլիրտ չեմ հասկանում։ Ինձ թվում է որ դա մունատ է ու ես սկսում եմ մունատ գալ։ Չէ, երբ որ դու ես անում։ Ես չեմ անում։ Իսկ միգուցե գիտակցված չես անում, միգուցե դա քեզանից անկախ տեղի է ունենում։ Չի անում, ինձ թվում է այսքանից հետո ֆլիրտ կաներ հետ։ Չի անում, ազնիվ չի անում։ Արդեն գազարագույն ունե։ Ազնիվ տենում եք ժողովուրդ, ֆլիրտ չի անում, այս տղան շար անում վրան։ Հարաբերություններում դու շատ ակտիվ ես ու նախաձեռնողը սիրում ես դու լինել։ Ու շատ ես սիրում ուշադրության կենտրոնում գտնվելը։ Հա։ Ինչու՞ Ամեն ինչը ինչ տեղի է ունենում հարաբերությունների շրջանակում, պիտի սենց քո կողքով շրջապտույտի մեջ լինի։ Քեզանից գա այդ միտքը, դեպի քեզ հետ գա այդ ամեն ինչը, ասենց որ դու լինես կենտրոնում։ Հա։ Բայց դա չի նշանակում, որ դու չես պատասխանում նույն ձևի։ Միշտ ուզում ես դու լինես կենտրոնում։ Հարաբերությունների մեջ ես պետք է լինեմ կենտրոնում, եթե ես կենտրոնում չեմ, նմանակի հարաբերությունները ինձ պետք չեն։ Ես գիտեի որ տղամարդու կենտրոնում պետք է լինի աղջիկը միշտ, սիրո մեջ։ Այդ միշտ չի տենց վեր աշխատում։ Հա, տես չի դե։ Դե միգուցե քո մոտ հա, իմ մոտ չէ։ Հարաբերությունների մեջ պետք է լինի կոմֆորտ երկուսին էլ, հա։ Ինձ կոմֆորտ չի, երբ որ կոպիտ ասած ես կենտրոնում չեմ։ Դրա համար Իսկ աստղերը ոնց են ասում։ Աստղերը արդեն ասեցին, որ ինքը կենտրոնում է, բայց եթե մենք նայում ենք մատրիցայի ճակատագրի սրտի գոտուն, ստեղ մենք ունենք բավականին բարդ խորը գոտի։ 4-ը, որը ուզում է կայունություն եւ լուրջ հարաբերություններ, եւ 7-ը, որը ուզում է այդ ամեն ինչից դուրս գալ ու լինել ազատ։ Արդյունքում ստացում է ինչ որտեղ վերահսկելի հարաբերություններ, որի հետևանքով դու հեռանում ես էմոցիոնալ։
Իմ համար ամենալավ տարբերակը դա հարաբերությունների սկիզբն է։ Երբ որ կա այդ պայթյունը, ոնց ասացիք, կան էմոցիաները, երբ որ այդ ամեն ինչը գնում է դեպի Սկիզբը ռոմանտիզմը է, այսինքն այդ որ սկսում է հարաբերությունները։ հա, Հետո վсё էմոցիոնալությունը հենց այդ ամեն ինչը գնում է դեպի ինչ որ պարտավորվածություններ, բարդություններ եւ դրամաներ, հա, Իսկ դրում ես։ կարելի է տենց էլ ասել։ Հիմա ես մի հատ հարց ունեմ, որը որ քո սրտից եմ խոսում, չեն խոսում եւ չեն պարտադրում աստղերը, սա ուղղակի ինձ հետաքրքրեց։ Մարդ ում արևը գտնվում է խոյում եւ մարդ ում Վեներան նույնպես գտնվում է խոյի համաստեղության մեջ, ինչի է պատրաստ հանուն սիրո։ Ամեն ինչ պատրաստ։ Իրականում լիմիտներ չունեն։ Եթե ես սիրում եմ կամ եթե ես զգում եմ, որ ես սիրահարված եմ, լիմիտներ չունեմ ինչ որ մի բան իրականացնելու։ Ես առհասարակ եթե ինչ որ մի բան զգում եմ, անում եմ։ Այսինքն այդ ինքնազգում ոչ թե իմպուլսը, որը որ ղեկավարում է խոյը իր այդ վեներամոլորակին, ինքը ստիպում է նրան, որ Վեներա, ինչ որ Վեներա ստիպում է իրան։ Որքեք դեպի հասկացել որ Եվ հիմա, եթե դու համաձայն ես իմ ասածների հետ, ուրեմն այս գեղեցիկ գնդերից մեկը նորից տեղակայվում է արդեն իմ հարթակում, եթե չէ, եթե համաձայն ես Արմենի հետ, կգնա Արմենի մոտ։ Իրականում հա, այս մեկին կուզես ինձ ինչ որ մեջտեղում իմ ազնիվ ասես կիսով չափ, որովհետև ինչ որ բաներ կար, որ համընկնում էր, ինչ որ բաներ կար, որ չէր համընկնում, բայց ավելի շատ համընկնում էր։ Որ մեկ ընտրենք սիրո գույնը։ Կարմիրը շատ բանալ կլինի, եկեք դեղինը։ Եվ այսպես, տեսար Արմեն, երկրորդ գունդը եկավ դեպի ինձ, ավարտենք այս փուլը և անցնենք հաջորդ փուլին, հաջորդ փուլը կլինի արդեն կարիերայի հետ կապված, կխոսենք քո ֆինանսներից, քո կարիերայից ու կհասկանանք, թե աստղերը ինչ են հուշում, որտեղ են տանում և ինչ ճանապարհներ են քեզ համար նախապատրաստել, թե քո թվերը, թե քո աստղային։ Աստղերն են անում ամեն ինչը, որ դեպը ոչ մի բան չի անում։ Մարդը այդքան տանջվի, երկու հատ երկի կլիպ նկարի, ման վերջում աստղեր ասեն աստղերն են արել։ Հա, բայց աստղերը իրան ցույց են տվել այդ ճանապարհը, որ ինքը պիտի այդ ձևով դառնա հայտնի, այդ ձևով աշխատի գումարներ, այդ ձևով կառուցի իր կարիերան։ Մարդը առանց դրա էլ աստղերը կապ չունեն, ժողովուրդ։ Երկու հատ երգ արդեն հանե։ Դեմը գիտես քանի հատ ունի։ Գնային կհասկանանք աստղերի միջոցով։ Քո կարիերայի հետ կապված կա այսպիսի մի ինֆորմացիա, այս մարդիկ գործում են հասարակության օրենքների եւ արժեքների շրջանակներում։ Առաջին մասնագիտությամբ պրեզիդենտ է եղել։ Չէ, բժշկական է, բայց աղերկրթությունը, երկրորդը մանկավարժական է, բայց ոչ մեկով ոչ մի օր չեմ աշխատել։ Խսովրեմ։ Բայց ամեն դեպքում փորձել է։ Մաման քեն ուղարկեն։ Քո հետ կապ չունի, այսինքն այդ հայկական ընտանիք մենք չենք որոշում։ Դու արդեն մեծ տղա ես, դու իմացավ կերես դու որոշես։ Արդեն ուշ է։ Իր աստղերը մոռացի էդի։ Հա, բայց արդեն ուշ է։ Երկու դիպլոմ տանը դրած էլ, այլ տարիները հետ չեմ վերադարձնի։ Գնանք ու ապետ բախենք։ Համարս կտամ։ Ամենտեղ գրված է, որ քո կարիերան կապված է հաղորդակցության հետ, ճանապարհորդությունների հետ եւ տեղեկություններ հավաքելու, նույնիսկ այդ տեղեկությունները ուրիշներին փոխանցելու հետ։ Միգուցե դու դա անում ես երկիդ միջոցով։ Չգիտեմ, որովհետեւ ուր նայում եմ, անընդհատ ճանապարհորդություն, ինֆորմացիայի տեղեկության հավաքում եւ այդ տեղեկատվությունը քեզանից հասարակությանը տալու մասին այդ խոսքը երևի թե հենց չես ամեն դեպքում այդ մանկավարժական կրթությունը ստացել։ Միգուցե, դա մանկավարժական կրթության հետ կապված շատ անսպասելի էր, որ ես մանկավարժական ընդունվեցի, որտեղ դա արդեն իսկ իմ որոշումն էր, լեզվաբանական ֆակուլտետներ, բայց դրանից մի քանի տարի առաջ ինչ որ մեկը պատահաբար բախտ էր բացում, այսպես ասած, եւ ընթացքային ասած, որ կյանքս ինչ որ մի պահի կապված է լինելու դասավանդելու հետ, ուսուցանելու ավելի շատ։ Բայց ես դա բարեբախտաբար մոռացել էի, այնուհետև դիպլոմը ստանալու հենց օրը ես դրա մասին հիշեցի, որ այդ խոսքերը ասվել էր։ Եվ ունեցել ես նման փորձ։ Շատ։ Առհասարակ ամենօրյա մարդկային հարաբերությունների մեջ էլ եմ դա աշխատում։ Դու ավելի շատ տալիս ես մարդկանց, թե վերցնում։ Այսինքն քո այդ երկի միջոցով դու քեզ ինչ-որ հանում ես քո մեջից այդ ինֆորմացիան, թե մտածում ես որ տալիս ես մարդկանց։ Երկի հիմնական միտումը բանաստեղծությունն է իմ բարագայում, միտքն ու էմոցիան
հասցնելը ու ինքս այդ ամենի միջով ապրելը ու բաց թողելը, ինչ վերաբերվում է տալու թե վերցնելու, իմ կարծիքով կյանքում ամեն ինչ պետք է 50-50 լինի։ Երկկողմանի։ Հա, որովհետև էներգիան, որը տալիս ես, այդ էներգիան պետք է հետ ստանաս։ Քո Յուպիտեր մոլորակը գտնվում է ցոլի համաստեղության մեջ, դա խոսում է նրա մասին, որ դու հավատում ես ֆինանսական ապահովությանը եւ դու սիրում ես դա, դու այդ քայլերիդ մեջ շատ կայուն ես ու հեռանկար ես գծում քո ֆինանսական այդ պլանավորումները, թե ինչպես պիտի ընթանա գործարքը, ու պիտի դա քեզ հասցնի, ու այդ ֆինանսները դու սիրում ես վերահսկել։ Բայց նույն պահին դու կարողանում ես իրենց շատ հանգիստ իրենցից հրաժարվել ծախսելու առումով, այսինքն որքան շուտ գալիս են այդ ֆինանսները, տենց ավելի շուտ իրան կարող են գնալ, դու հանգիստ ես, կապվածություն չունես ֆինանսները ծախսելու հետ, բայց սիրում ես այդ ֆինանսները աշխատել։ Աշխատել այդքան էլ չեմ սիրում, սիրում եմ, երբ որ ուղղակի փողը կա, ցավոք տենց չի լինում, բայց փողը շատ հեշտ մնում է ինձ մոտ, չեմ ասի, որ շատ դժվար գալիս, այսինքն գալն էլ է բավականին հեշտ լինում, պահելու ունենալու հետ խնդիր չունեմ, սիրում եմ, բայց ծախսել եմ սիրում, որովհետև սիրում եմ, չգիտեմ դա ոնց է աշխատում։ Իսկ հեշտ ստանում ես, հեշտ էլ տալիս ես։ Հա, եթե դա քեզ պետքա տալիս ես, չես մտածում, որ չէ, լավ չէ։ Բայց եթե պետք չի տալ, ինքը գիտի թե ինչի համար է դա պահում։ Ոչ, ինքը գիտի ինչի համար է։ Ինքը պլանավորում է իր ֆինանսական հոսքը, ինքը միանգամից պլանավորում է, միջև նույնիսկ այդ հոսքը կառուցել, ինքը գիտի, որ ստեղից գումարը կգա, ինքը այսքանը կարա ծախսվի, այսքանը սրա համար է նախատեսված։ Այսինքն պլանիրովկա է գնում։ Ու ես սիրում եմ ինձ ուրախացնել, ու ես ինչ շատ նվերներ եմ անում։ Ինքդ քեզ։ Հա, անել չեմ սիրում ու չեմ սիրում, որ դա կախված է լինում ինչ-որ ստույգ օրերի հետ, այսինքն ծննդի նվեր չեմ սիրում։ Չէ, նվիրելու համար պարտադիր չի։ Այ այդ մտածումը սիրում եմ։ Որպես սուրպրիզ անես ինչ-որ մեկին, նվիրում ես, ուրախացնում է իրան դա ու դա ավելի դա սիրում եմ, բայց չեմ սիրում, երբ որ պարտավորված պետքա նվեր անես, այսինքն գիտես, որ ծնունդն է մարդու, պետքա գնաս ինչ-որ բան նվիրես ու պետքա մտածես, որ ինչ-որ անիմաստ բան չնվիրես, դա չեմ սիրում։ Բայց ինչ-որ ռանդոմ օր, ինչ-որ ռանդոմ բան նվիրելը շատ։ Այսինքն փողը գալիս է, երբ որ ամեն ինչը համակարգված է։ Փողը գալիս է ժողովուրդ, երբ որ աշխատում եք, միշտ հիշեք, Դեյվն էլ նոր հա, բայց այդ աշխատանքը պետք է կարողանաս համակարգես, ինքը համակարգված է իր աշխատանքը, ու տեղից է իր ֆինանսները գալիս։ Կարծում եմ, որ կյանքում, երբ որ դու ինչ-որ մեկի վրա ես աշխատում, դու երբևիցե չես հարստանում։ Դա իրոք տենց է աշխատում։ 7-րդ էներգիայի կողքին պետք է լինի առաջի էներգիա կրող մարդիկ, ում հետ միասին 7-ը դառնում են 8, որը ֆինանսական կոդի ամենացայտուն ներկայացուցիչ թիվն է։ Այսինքն, որպեսզի իր այդ ֆինանսական ուղղությունները, որ դու հիմա սենց նկարագրեցիր, ավելի հստակ ու ավելի կարճ ժամանակահատվածում իրագործելի լինեն, դու պիտի աշխատես մեկերի հետ, որպեսզի դու հասնես 8 նշանին, որը բերի ֆինանսական կայուն իրավիճակ։ Այդ մեկերը լիդերներ չեն։ Լիդերներ են, բայց ասեմ քեզ, որ մեկերի եւ 7-երի հարաբերությունները բավական հետաքրքիր են, ինչի մասին կխոսենք մյուս փուլի ժամանակ։ Հիմա առաջ մի ընկիր, դու միևնույնն է չես հավատում այդ ամեն ինչին։ Ահա։ Հիմա մնում է, որ Դեյվը ասի, որքանով է ինքը համաձայն իր ֆինանսական կոդի հետ կապված, ֆինանսների հետ կապված, թե մեզ մոլորակներն ու թվերը ինչեր ասեցին։ Տարօրինակ կհնչի, բայց ես փող չեմ սիրում, ես սիրում եմ փողի քանակ։ Ես սիրում եմ, որ ինքը շատ է։ Անկախ նրանից, թե ինքը որտեղից է գալիս ու ոնց է ծախսվում, իմ համար ֆինանսը հավասար է ապահովություն։ Չգիտեմ փոքրուց ինչ որ տաղանդ ունեմ, ինչը որ հավանեմ ու մատս դնեմ իր վրա, ինքը լինել է միշտ ամենաթանկը, բայց ես չեմ սիրում դա չունենալ։ Այսինքն, եթե ես ինչ որ բան ուզում եմ, ես դա պետք է ունենամ, իսկ ունենալու համար պետք է ունենամ հնարավորություն։ Դրա համար միշտ այնպես եմ անում, որ այդ հնարավորությունը ստեղծեմ։ Սիրում եմ գումար չեմ ուզում աշխատել այդ բառը օգտագործեմ։ Գումար ունենալ։ Աշխատել բառը երբեք չի օգտագործելու ոչ մեկը ժողովուրդը։ Նույնիսկ սեփական հիմնած բիզնեսում չի օգտագործելու աշխատող բառը։ Արդեն իսկ հիմնած բիզնեսը կա, բայց ես դրան որպես աշխատանք չեմ վերաբերվում։ Եթե ինքը հաճույք չստացավ, ինքը չի ձեռնարկի, ինչքան դու իրան ստիպես, ինքը քեզ կասի, հա, բայց իր մտքերը կլինեն ուրիշ տեղ, ինքը ուրիշ մտքերի հետևից կգնա։ Դու բիզնեսից հաճույք չստանաս, բայց դա լինի շատ մեծ ֆինանսական 7-րդ էներգիան չի գնա դրա։ Դու բիզնեսմեն ես, դու հեքիաթներին ես հավատում։ Ես 7 չեմ, 7-րդ էներգիայի կրողը չեմ, բայց բիզնեսմեն։
որպես բիզնեսմեն։ Երբ որ լինեմ որպես բիզնեսմեն, ես խոստանում եմ, որ քեզ դրա պատասխանը կտամ, բայց ես հիմա խոսում եմ ոչ թե որպես բիզնեսմեն, ես խոսում եմ որպես մեկը, ով խոսում է մարդու էներգիայի հոսքի մասին։ 7-րդ էներգիան երբևիցե ոչինչ չի անի, եթե ինքը այդտեղ չստանա իր հաճույքի մասը։ Շատ բարձ օրինակ եմ, այսինքն եթե տանում ենք բիզնեսի հարթակ, հա, ես գիտակցում եմ, որ օրինակ Երևանում բացել է ինչ-որ բիզնես, որը կապված կլինի սուրճ վաճառելու հետ, բավականին եկամտաբեր կլինի։ Ես կարամ ներդրում իրականացնեմ ու դա ինձ բավականին մեծ գումար կբերի, բայց ես դրանից հաճույք չեմ ստանա ու ես կհիմնեմ label, որը կթողարկի երաժշտություն, ես դրանից ոչ մի լումա չեմ աշխատի, բայց ես կստանամ հաճույք։ Ես կընտրեմ երկրորդ տարբերակը։ Այսինքն աշխատանքը կոչելով աշխատանք մնում է աշխատանք, բայց ես չեմ գնում եկամտի քանակին հետևելով, եթե դրա մեջ չկա հաճույք։ Նայ, 7-երը իրանք աստղային մարդիկ են։ Իրանք սնվում են դիեզերքի էներգիայով։ Բոլորս ենք սնվում, բայց իրանց մոտ այդ կապը էլ ավելի է արտահայտված։ Ես մի քիչ ոգել եմ։ Արի ընտրենք որ շարիկ Նատալի քեզ Դեյվը։ Սևը դու Դեյվ։ Ուրա։ Դու ընտրի որ մեկը տես։ Սիրենևին դու։ Չէ, եկե կապույտը։ Սիրենևին ուրա։ Սիրենևին Սիրենևին իր մոտ է, ինքը պահել է։ Ահա։ Ամփոփենք այս փուլը եւ անցնենք հաջորդ փուլին, որն է մեզ մոտ մեր ներսի դևերը։ Դեյվ, հիմա խոսելու ենք քո ներսի դևերի մասին։ Ասեմ նախապես իրանք շատ են։ Համահունչ չէ, Դեյվ, Դև։ Ահա։ Գիտեմ, հատուկ էր ընտրված։ Հասկացա։ Ու սկսենք քո հյուսիսային հանգույցից, որը գտնվում է 8-րդ տանը։ Սա կարմայական ուղղություն ունի։ Քեզ պետք է անցնել նյութականից դեպի հոգևորը, չկախվել նյութականից, ընդունել կյանքի փոփոխությունները եւ չվախենալ այդ փոփոխություններից։ Լիլիթը գտնվում է այծեղ ջրում, ստվերային կողմում։ Վախ իշխանությունից ներսում խոցելիություն ունես ու անընդհատ քո Խիրոն պլանետան քեզ տանում է դեպի այն, որ դու անընդհատ որոնում ես կյանքի իմաստը։ Դե առաջին կեսը ավելի շատ այն ինչ որ պետք է լինի, այլ ոչ թե ես ինչպես զգում եմ, հա, երկրորդ հատվածի հետ կհամաձայնվեմ, որովհետև Արմեն ուզում է հասկանալ։ Ապա Ну, ավելի ասում եմ մի քիչ 50-50։ 70-30։ Մի քիչ 70 դեպի հա։ Շփում ես քո դևերի հետ։ Չէ, Անունները դնես։ բլոկավորված են, ժամանակավոր։ Դու չես շփում իրանց հետ, այսինքն ժամանակին շատ մոտ էինք, հետո մի բան այնպես Հիմա չգնաց։ չեք շփում իրար հետ։ Այսինքն ստացվեց այնպես, որ դու ճանաչեցիր քո դևերին ու սկսեցիր իրանց հետ աշխատել։ Հասկանալ, որ դա պետք չի։ Չէ, իրականում պետք է դա իմ համար, հա, իմ համար դա լավ բան է, իմ համար դա նեգատիվ չի։ Քո կարծիքով քո դևերը քեզ դեպի լավ ապագա են տանում։ Իմ կարծիքով միշտ դեպի վատը պետք է կարողանալ նայել ու հասկանալ դեպի այդ վատը դու ուզում ես գնաս, շփվել անցնել այդ ոնց որ հա, հետո հասկանալ։ Համեմատության մեջ է կյանքը ճանաչվում։ Պետք է, կարծում եմ։ Իսկ կյանքի որ փուլերում ա եղել այդ դևերի հետ հանդիպումը։ Ոնց մի քիչ առաջ շեշտեցի 21 տարեկանում этап եկավ կյանքում, երբ որ Դժվար этап։ Դժվար չէր, իրականում բավականին զվարճալի էր, որովհետև միշտ ոնց ասացի տանց եմ մոտենում ամեն ինչին, բայց այդ этапում շատ արժեքների վերադասավորում տեղի ունեցավ, շատ ինքնաանալիզ տեղի ունեցավ, առհասարակ կյանքին մոտեցման, կյանքի գնահատման վերանայում նույնպես տեղի ունեցավ, ինչից հետո այն ամենը ինչ որ կա հիմա հիմնվեց։ Քո կարմիկ պոչը, որ նշված է քո ճակատագրի մատրիցայի մեջ, շատ կարևոր է քո համար, ցանկացած մարդու համար, որտեղ դա անցյալում արված սխալներն են, անցյալ կյանքում, որոնք որ մենք բերում ենք մեզ հետ այս կյանք ու որոնց վրա պիտի աշխատենք, քո մոտ նայի, կա կախվածություն մարդկանցից, սիրուց եւ նյութականից, գայթակղություններ եւ ուժեղ ցանկություններ։ Ինչը բերում է նրան, որ դու կարող ես փակվել, չվստահել ու մնալ քո ներսում։ Ամենը բացի մեկուսանալուց կհամաձայնվեմ։ Մեկուսանալ չեմ սիրում, ես շատ շփվող եմ։ Մնացածի հետ կապված, հա։ Ну, ասենք դա խոսում էր նաև նրա մասին, որ դու քիչ առաջացիր, որ ամեն ինչի վրայով փորձում ես հումորով դուրս գալ, երևի թե հենց դա էլ քեզ օգնում է, չեմ կարող ասեմ, միգուցե, բայց անալիզ անել, հասկանալ, խորանալ, փորձել
գտնել ինչ-որ գործողությունների, արարքների կամ առհասարակ բանականության իմաստը միշտ հետաքրքիր է եղել։ Այս վախերի թեմային համահունչ Այս վախերի թեմային համահունչ կա մի դրվագ, ինչից որ սա գալիս է, քանի որ դա գալիս է մարդու հետ ծնվում է ու շարունակում է այդ ճանապարհը, մեր ցանկացած վախը գալիս է մեզ հետ միասին, մինչև մենք որ չենք գտնում մեր մեջ այնքան ուժ, որ տեսնենք այդ վախերը, ճանաչենք դրանք ու սկսենք դրանց հետ աշխատել, Դեյվի մոտ շատ մեծ կապվածություն կա իր ընտանիքի հետ, իր համար ընտանիքը դա ոչ միայն տարածք է, դա ոչ միայն տուն է, դա ինչ-որ զգացողություն է ու զգացմունքային մի հատ մեծ աշխարհ է, ու ինքը շատ կապված է իր մայրիկի հետ։ Ես ունեմ մեկ ընտանիք, ու այդ ընտանիքում իմ մեկ անդամ դա մաման է։ Մնացած ընտանիքի բոլոր անդամների հետ ես չեմ շփվում, բայց մամայի հետ շատ հա, կապ կա, շատ ուժեղ։ Բայց կապ ոչ շատ պրիմիտիվ, այսինքն դա այդ մենք ընկերներ ենք հարաբերությունը չի, դա ավելի շատ խորքային է հա արտահայտված, դա ցույց է տալիս քո մոլորակների դասավորվածությունը ու նաև կա այսպիսի մի կետ, որ դու սիրում ես լինել այնտեղ, որտեղ որ կան շատ երեխաներ։ Համ հա, համ չա։ Ինչով է դա պայմանավորված։ Ես միշտ ուզեցել եմ երեխաներ ունենամ։ Շատ։ Չէ, մաքսիմում 2, բայց որ երեխաներին կարողանաս ամեն ինչ տալ։ Դա կարևոր հանգամանք է։ Այստեղ խոսում է իր մատրիցայի կենտրոնը 8-ը, որ ինքը շատ պատասխանատու է, բայց նայ ինքը լինելով բավականին էմոցիոնալ երևույթ, դա կարա իր վախը աշխատի, որ մտածի երրորդ երեխան կարող չհասցնեմ, ապահովեմ ամեն ինչով։ Հա, 2 երեխա, բայց ես չեմ սիրում անդաստիրակ եւ անկերտ երեխաներին, որոնք իրանց պահել չգիտեն։ Այդ ժամանակ ես շատ ջղայնանում եմ։ Եվ ոնց է արտահայտում այդ ջղայնությունը։ Միշտ ներկուստ, երբևիցե դեպի արտաքին աշխարհ դա չի գնում։ Այսինքն կարողանում ես ղեկավարել քո ներսի այդ կրակային խոյին։ Իրան տեսնում եմ մենակ ես։ Դա վատ է, որովհետև ամեն տեսակ էմոցիաներ արտահայտել է պետք, բայց դա այն էմոցիաների շրջանակում է, որոնք ես չեմ կառավարում։ Ну, ավելի ճիշտ ես չեմ ցույց տալիս, իրանք փակ են։ Ավելի շուտ կառավարում ես այնքանով, որ ցույց չես տալիս։ Բայց դա լավ չի։ Իսկ այն էներգիաները, այն բացասական էներգիաները, վախերը, որոնք քեզ համար մնում են դեռ քո ներսում, ինչպես են ելք գտնում։ Ստեղծագործելով։ Երգում ես ու ազատություն ատալի կես այդ ամեն ինչը իրականում գործունեությունը մենակ երգելու հետ կապված չի, այսինքն ես ամբողջ կրեատիվ process-ի մեջ ընկղմված եմ, սկսած, չգիտեմ, բանաստեղծությունը գրելով, ավարտելով ինչ-որ նկարահանումներով կամ մնացած ամեն ինչով, ես ամեն ինչի մեջ կամ դու սկաց զբոսնես ու թեթևանալ։ Չէ, դա ֆիզիկական ակտիվություն է, ես դա չեմ սիրում։ Իսկ մենակության վախը կարար բերել նրան, որ դու ցանկացար դուրս գալ բեմ։ Չէ։ Չէ։ Դա ինքս ինձ որոշ հոգեբանության մեջ գեշտալտներ կան, ու գեշտալտները փակել է պետք իմ համար ամբողջ պրոյեկտը, որի մեջ ես հիմա որով ես հիմա զբաղված եմ, իմ համար գեշտալտների փակում է։ Սահմանափակում ես քեզ, այսինքն։ Չէ, հակառակը։ Գեշտալտները փակում են, որ անցնեմ առաջ։ Ավելի ազատություն տա։ Սահմանափակելով մեկը ինքը բացում է այն, որը ավելի կարևոր է իր կյանքում։ Այն որը որ ասում են աստղերը։ Եվ ոչ միայն աստղերը, նաև էներգիաների հոսքը։ Մոլորակները, թվերը։ Այո, այդ ամեն ինչը։ Հասարակ Նայ, բավականին հետաքրքիր է խոսել մի մարդու հետ, ով հավատում է քեզ լիարժի։ Բարեզա քեզ հետաքրքիր։ Բարեզա ինձ հետաքրքիր։ Ով հավատում է ինձ, ով ծանոթ է ինքն իր հետ, ով չունի գաղտնիքներ ինքն իրենից ու չի փախնում, ծածկելով աչքերը ու չտեսնելով իր վախերը։ Հասկանում ես, ես համարում եմ, որ մեր վախերի կամ դևերի թեման այսքանով կարող ենք փակել ու տեսնենք, թե դևը ինչ է ասում։ Ասում թե տալիս։ Ասելով տալիս։ Ինձ թվում է խոսքերը մի քիչ ավելորդ կլինեն այս ամենի մեջ, որովհետև ամեն ինչ ասված էր, կարծում եմ։ Շատ հանգամանքներ ճիշտ էին ասված, դրա համար չեմ կարա կանաչը տուր իրան։ Այդ կանաչն է։ Ոնց տեսնում դու այսօր մնացիր առանց գունավոր համոզեց, էլի փողն է, դոլար տվեց քեզ այնց նոր։ Չէ, համար կանաչը թույնի արտահայտումն էր, իսկ դևերը որոշ առումով թույնի հետ էին ասոցացվում, դրա համար կանաչը այդտեղ գնաց։ Ճիշտ է։ Փողը թույնա, ժողովուրդ իմացեք։ Այսպիսով ավարտեցինք
ավարտեցինք եւս մեկ փուլ եւ եթե Արմենը ինձ թույլ տա, որ ես շարունակեմ, մենք հիմա կանցնենք շատ հետաքրքիր մի փուլի, որտեղ մենք կխոսենք Դեյվի անվան հետ կապված, իր անվան թվային արժեքների մասին եւ ինչպես է նրա պսևդոնիմը ազդել նրա կյանքի եւ նրա կարիերայի վրա։ Հիմա անդրադառնում ենք քո անվանը։ Նախ խոսենք Դավիթ անունից, հետո արդեն անցում անենք քո Դեյվին։ Դավիթը իր թվաբանական փոխել ես պատվոտով Դեյվ սարքել ես թե Չէ։ դու քեզանով։ Դա մենակ արտիստիկ պսևդոնիմն է։ Հա, պատվոտով Դավիթ։ Դեյով վերջում, հա։ Դավիթ։ Իր թվային արժեքը գալիս է թիվ 5-ը։ Թիվ 5-ը դա շարժում է, փոփոխություններ, ազատություն, ռիսկ, փորձեր, անկանխատեսելիություն։ Դու զգում ես այդ ամեն ինչը քո վրա։ Հա։ Ու իրականում քո բոլոր աստղերը խոսում են դրա մասին, հա։ Դե ստացվում է անենց, որ քո անունը համահունչ է քո ծննդյան թվի հետ միասին։ Բայց կա ստեղ մի հատ հետաքրքիր բան։ Երբ որ դու վերցրեցիր, փոխեցիր քո անունը ու դարձար Dave Divine, սա նաև իր ազդեցությունն է ունենում քո կյանքի ճակատագրի վրա։ Բայց ասեմ, որ շատ ճիշտ ընտրություն էր, որովհետև Դավիթի այդ փոփոխությունների հանդեպ, ազատության հանդեպ այդ ձգտումով Դավիթ անունը դառնում է Դեյվ, որը որ 4-ն է։ 4-ը դա պլանավորում, կարգապահություն, նպատակին հասնելու ցանկություն եւ ունակություն։ Divine-ը 9-ը 9 շատ միստիկ թիվ է, բարձր վիբրացիաների աստվածային հանրային էներգիայով լի թիվ է, որը երբ որ միացնում ենք այն 4-ի հետ, ստանում ենք 13 եւ նորից 4։ Այսինքն Dave Divine-ը քեզ բերում է կառուցողական քայլերի շարունակական հոսքի արժեվա կանգնեցնում։ Մինչև այդ դու եղել ես ազատ, անկանխատեսելի շարժման մեջ, հիմա դու կառուցվածքով ես, բրենդ ունես եւ վերահսկում ես քո իսկ ստեղծած կերպարը։ Դու իրան առաջնորդում ես նենց, ոնց որ դա է քեզ պետք։ Դա քեզ տալիս է բեմական ինքնություն։ Ինքը շատ կերպարային է եւ նշանակում է բեմ, ճանաչում, ազդեցություն լայն մասաների վրա։ Այսինքն դու դա մտածված ես արել, թե դա պատահականորեն ասած։ Դա ասելն են տանում այդ ճանապարհով քեզ։ Ինտուիտիվ, ավտոմատ գնում ես տեն։ Իսկ խի հենց Dave սարքեցիր քո անունը։ Որովհետև բոլորը Dave-ով էին դիմում, շատ տարիներ առաջ, ինձ Դավիթ մենակ մաման է դիմում մինչ օրս։ Մնացած բոլորի համար ես Dave եմ, ինձ ոչ մեկ Դավիթ չի դիմում։ Իսկ Divine-ը։ Divine-ը մի քիչ ամպագորգորել է, չէ՞, որտեղ ինքը աստվածային, ինքը իրականում ի սկզբանե պետք է լիներ Dave the God, բայց քանի որ շատ պրովոկատիվ էր եւ ավելի սուր էր։ Ավելի սուր էր, բայց այդ սրությունը չի ուզում, որովհետեւ այդ սրությունը իմ մասին չէր։ Որոշում կայացվեց մի քիչ ավելի մեղմացնել, ավելի համահունչ դարձնել Dave-ին, դրա համար դարձավ Dave Divine։ Քեզ ավելի համապատասխան էր այդ։ Հա, իհարկե։ Ավելի հարմար։ Աստղերը ինչ են ասում։ Բայց ինչպես ամեն ինչում կա պլյուս, կա նաև մինուս։ Դրա հակառակ կողմը վտանգ, ինքնության կորուստ, էգոյի զարգացում, իրական եսից հրաժարվելը։ Չի կարա լինի, որովհետև բրենդ, բայց բրենդի հիմքում էությունն է, անձն է, մեկ առանց մյուսի չի կարա լինի։ Divine չնայած նրան, որ ինքը նշանակում է աստվածային, աստվածայինի միտումը ինքնափառքի մեջ չի եղել, հա, աստվածային իմ համար ուղղակի բնական ու հայերեն չգիտեմ բառը ոնց կլինի, բայց universal։ Այսինքն դա մի բան դիազերական, դա մի բան է, որ կա, բայց մի օր կավարտվի, դա մի բան է, որ բնական է, ու դա մի բան է, որ ստեղծում է ու քայքայում է։ Այսինքն դա ուղղակի կյանքի բնականon հոսքի ընդունումն է, անկալումն է, այդտեղ տենց ինքնափառք չկա։ Դրա համար չեմ կարծում, որ այդ հանգամանքները ինչ որ մի բան կազդեն, չգիտեմ։ Հուսամ չեն ազդի։ Հաջողությունը գալիս է այն ժամանակ, երբ որ կերպարը ծառայում է նրան։ Գոնե դրանում կերպարը ծառայում է իրան։
այսքան խոսքերից հետո ես միանշանակ կարող եմ ասել, որ արդեն ես եմ ուզում այս գնդակներից մեկը տեղափոխեմ իր դաշտ, հասկանում ես, որովհետև ինքը այնքանով ճիշտ մատուցեց այդ տարբերակումներն ու տարբերությունները իր ով լինելու ու կերպարի ով լինելու միջև, որ ստեղ խոսքերն ավելորդ են։ Որն ես ուզում։ Սևը, թե սիրենը։ Մանուշական գույնը։ Մանուշական գույնը չեմ կա։ Ավարտեցինք այս փուլը եւս։ Մի հատ քո այդ գնդակից հարցրու կարող ենք սկսել հաջորդ փուլը։ Ամեն դեպքում միջև Արմենը գտնի իր պատասխանը, մենք հիմա անցնում ենք հաջորդ փուլին, տեսնենք թե ում հետ ես դու կարողանում հարաբերություններ ստեղծել, որոնք որ քեզ համար հետաքրքիր ու հաճելի լինեն։ Ընկերական թե ռոմանտիկ։ Երկուսն էլ, քանի որ դու ծնվել ես Խոյ նշանի ներքո, որը որ գրակի նշանի մարդկանց մասին է խոսքը գնում, քո մոտ հարաբերությունները շատ հետաքրքիր են ընթանում, գրակի նշանի տակ ծնված համաստեղությունների մարդկանց հետ, դրանք են աղեղնավորները եւ առյուծները։ Բայց նաև շատ հետաքրքիր հարաբերություններ մանավանդ մտքերի փոխանակման հետ կապված, շփման, ընկերական շփման հետ կապված, դու կարող ես ունենալ օդի նշանի տակ ծնված համաստեղությամբ մարդկանց հետ, ովքեր են երկվորյակները, ջրհոսները եւ քշերքները։ Բնականաբար հողը փոքրինչ հողի նշանի տակ ծնվածները փոքրինչ քեզ դանդաղեցնում են, որտեղ դու շատ էմոցիոնալ ես, իսկ իրանք ավելի հողեղեն են, չնայած նրան, որ քո լուսինը գտնվում է հողեղեն ցուլի մեջ, այդտեղ էլ կարող են լավ հարաբերություններ լինեն։ Եվ մնացին ջրի նշանի ներկայացուցիչները, այդտեղ վատ ամեն ինչը, որովհետև ջուրը գալիս է եւ հանգեցնում է կրակը, իսկ դու դա չես սիրում, դու սիրում ես առկայծել, փայլել եւ առաջ ընթանալ։ Տեվայի դեմը բաժակում ջուր պետք է դնեինք այս մեկին։ Էվան տեղով ջուր է։ Ջուր է Էվանը, իմացեք մարդ չի։ Ջրի նշանի տակ ծնված։ Զիդատ եկավ նոր։ Բայց կա նաեւ ուրիշ բան, եթե մենք նայենք քո 7-րդ էներգիան, ամենալավ հարաբերությունները 4-րդ էներգիայի հետ է, որովհետև նախկինում դուք եղել եք մեկ ամբողջություն, Ռախու եւ Կետու։ Մինչև ձեզ բաժանելը 4-ը դարձավ գլուխ, 7-ը դարձավ մարմին առանց գլխի։ Բայց 7-ը քանի որ շատ հետաքրքիր էներգիա ունի, ինքը անընդհատ իր շուրջն է քաշում մնացած բոլոր թվերին, որովհետև մնացած բոլոր թվերը սիրում են այդ արկայծող էներգիան, որը ունի 7-ը, իսկ քո պարագայում նաև Խոյը։ Իսկ քո շրջապատում որ թվերն են ավելի շատ։ Իրականում թվերի ասպեկտով այդքան խորացված չեմ եւ շրջապատում առհասարակ չգիտեմ ով ինչ թվի ներկայացուցիչ է, ես գիտեմ մենակ իմ 7-ի վերաբերյալ։ Դու ոնց ես դա պատկերացնում, մոտիկանում մարդուն դու 6 ես ու չի շփում հետել արդեն, հա։ Իրականում ինֆորմացիա ոնց է վերցնում էլի մարդկանց։ Թվերի վերաբերյալ չէ, բայց գարոսկոպի վերաբերյալ իմ կյանքում այդպես էլ աշխատում է։ Ես մարդկանցից ես ուղիղ հարցնում եմ գարոսկոպով ինչ են ու հենց այն պահին երբ լսում եմ որ կարիճ են, ես մարդկանց հետ այլևս չեմ։ Կարիճների հետ չես շփում։ Չնայած սերտ կապ ունեմ կարիճների հետ։ Ինչ վերաբերվում է ես նշանների վերաբերել կարամ ասեմ, ես ինձ շատ հարմար եմ զգում ցելերի հետ, երևի դա հենց լուսնի հետ կապն է։ Լուսնի հետ նաև Վեներայի։ Միգուցե։ Չեմ սիրում ձկների, չնայած կյանքումս ամենաերկար հարաբերությունները ու առաջին սերը եղել է ձկան հետ, բայց ձկներին չեմ սիրում, չնայած որ մամաս էլ է ձուկ։ Դու կարող ես նայել, թե որ օրը որ էներգիայի տակ է, ու եթե այդ օրը գտնվում է առաջին էներգիայի ներքո, դու կարող ես հենց այդ օրը ձեռնարկել։ Ես քանի որ ընկերներ ունեմ, որոնք այս ամեն ինչի մեջ նույնպես շատ խորացված են եւ շատ սիրում են, իմ համար չարտ են սարքել, որտեղ որ գրված է որ օրը ինչ էներգիա ունի, քանի որ միշտ թողարկումները տեղի ունենում ուրբաթ օրերով, արդեն ֆոները ունի, էլի մարդը։ Եվ հիմա ինչ կասես։ Այս նորմալ կյանքում հայտնում չաթ է տալի։ Կասես, կարող ես ինձ ասել, հիմա ինչ կասես։ Նայում ես, դվերը չի ամբողջում, չաթից հանում են։ Բլոկում են։ Չարտ,
Այսինքն սանդղակ, որտեղ որ գրված է ամեն ուրբաթ օրը դա ինչ թիվ է, ինչ էներգիա է իր մեջ պարունակում, օրինակի համար չգիտեմ, եթե ինչ-որ անկեղծանալու հետ կապված թողարկում է երգը շատ էմոցիոնալ է ու ինչ-որ իրավիճակ կամ պատմություն է դու կարևորում ես Աղուսյանը ասա որ աշխատում է։ Հա։ Տեսնում ես Արմեն, աշխատում է։ 8-ին զարթնեմ։ Իսկ դու ինձ հետ չես ուզում Է աշխատել։ ասում 8-ին քնեմ առավոտ այսօր։ Մինչ Արմենը պատրաստվում է 8-ին քնելու, մենք տեսնենք, թե Դևը ում է տալիս այս վերջի ճերմակ ապակի գունդը։ Ես ստաբիլություն եմ սիրում, չնայած նրան որ փոփոխությունների կողմնակից եմ, բայց ստաբիլությունը միշտ իմ մոտ հաղթում է, դրա համար Ես այսօր հաղթեցի։ Ես այսօր հաղթեցի։ Շնորհակալ։ Մերսի։ Ես մեծը պայել եմ ինձ ճիշտ ասած։ Մանուշակագույնը։ Մանուշակագույնը ամենակարևոր գույնն է խաղեր ունի, աստղերն է իմ մոտ են ժողով։ Նա պահում է իր ձեռքերում աստղերը, որոնց ասելիքներին չի Նա հավատում։ չգիտի։ Դեվ շատ շնորհակալ ենք քեզ։ Շնորհակալություն։ Բավականին հետաքրքիր էր։ Ես շատ ուրախ եմ տեսնելու մի մարդու, ով այսքան քաջ ծանոթ է ինքն իր հետ։ Շնորհակալ եմ ձեզ։ Շատ հետաքրքիր էր եւ շատ ինֆորմատիվ, ինչը իմ համար կարևոր էր։ Իսկ այս բոլոր գնդերը քեզ թող բերեն նրան, որ դու մեկ-մեկ գոնե լսես նաև ինձ։ Հաշվեմ 8-ին քնեմ, հա, որ չեն թողում քնենք, էլի ժողով։ Շնորհակալություն, կհանդիպենք։